Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցել եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, Բարգավաճ Հայաստան ցուցակի անդամ, ընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ, շնորհակալ եմ պարոն Սուրենյանց, Ես եմ շնորհակալ համար։ Նախընտրական քարոզարշավն այսօր արդեն սկսել է, իշխանության հիմնական քարոզչական թեզն այն է, որ իրենք բերել են խաղաղություն եւ կա պատերազմի եռագլուխ կուսակցություն, կուսակցություններից մեկը ԲՀԿ-ն է, որի ցուցակի մաս եք դուք կազմում։ Իրականում իրենք երաշխավորված բան են բերել, խաղաղություն են բերել, դուք էլ պատերազմ եք հրահրում, որ հիմնական թեզը դա է։ Ինչ եք հրահրում պատերազմ, պարոն Սուրենյան։ Իրանք անշրջելի խաղաղություն չեն բերել, ոչ էլ ընդհանրապես խաղաղություն են բերել։ Խաղաղությունը կենաց չի, հայտարարություն չի։ Խաղաղություն ունի պարամետրեր։ Խաղաղություն բերողները պարտավոր են այս պարագայում ցույց տալ ստորագրված փաստաթուղթ, ոչ թե ինչ-որ նախաստորագրված պայմանագիր, որը իմպերատիվ որևէ ուժ չունի, պարտավոր են պիտի ապահովված լինեին ռազմագերիների վերադարձը, դելիմիտացիան, դեմարկացիան պիտի ավարտված լիներ եւ Հայաստանի օկուպացված տարածքները դեօկուպացվեին եւ վերջապես մենք չպիտի ագրեսիվ հայտարարություններ լսեինք Ադրբեջանից, նորանոր պահանջներ, սահմանադրություն փոխեք, այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը ոչ միտեղ չի կորել, հակառակը ակնհայտորեն պետական մակարդակով խրախուսվում է Ադրբեջանում։ Հետևաբար ինքը ոչ թե խաղաղություն է բերել, այլ փորձում է խաղաղություն անունով ապրանքը վաճառել հայ ժողովրդի վրա։ Այն հույսով, որ հասարակության ինչ-որ շերտեր նախընտրական այս զինադադարը կհամարեն խաղաղություն։ Ասել, որ դա շատ արդյունավետ է ստացվում Նիկոլ Փաշինյանի մոտ, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց պնդել, որ ընդհանրապես դա էֆեկտ չունի, դա էլ իրականություն չի։ Իսկ հիմա ընդդիմությունը պիտի կարողանա, օրինակ մենք մեր երաշխավորված խաղաղության մոդելն ենք փորձում ուրամցնել։ Ասում են ովքեր են երաշխավորները, պարոն Սուրենյանց։ Գիտեք, ամենատարօրինակ հարցն է, որովհետև բոլոր այդ հարցի պատասխանը ակնհայտորեն գիտեն։ Բոլոր են աշխարհակաղակական եւ ռեգիոնալ դերակատարները, ովքեր հետաքրքրություններ ունեն Հարավային Կովկասում եւ ձևավորում են Հարավային Կովկասի բալանսը, նրանք կարող են երաշխավորի դերում լինել։ Ի վերջո, իրանց պատկերացումները այնքան գեղշկական է, որ ինձ հաճախ եւ հիշեցնում է հայտնի սիրված ֆիլմը «Մենք ենք մեր սարերը», երբ որ գեղշկական հանմեղությամբ ապրող հովիվների թվում էր, մի քանի երկիր կա երկրագնդում, դե սովետական միությունն է, Ավստրիան է եւ այլն։ Բայց մարդկանց թվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը այնպիսի պրիմիտիվ պրոցես է, որ միայն երկու երկիր նստեն պայմանավորվեն տեսականորեն։ Նախ իրանք ոչ մի բան էլ ըստ էության չեն պայմանավորվում, վերջ արդեն խաղաղությունը կհաստատվի։ Այստեղ ռեգիոնալ կոնտեքստ կա, ռեգիոնում ռազմավարական բալանսի ձևավորման անհրաժեշտություն կա, այսինքն կոնֆլիկտը բացի երկու երկրների հակամարտությունից այլ շերտեր ունի, գլոբալ, աշխարհաքաղաքական, ռեգիոնալ։ Հետևաբար այդ մեր ցանկություններով չի Հարավային Կովկասը կամ այս մենք կայսրության ծրագրից դուրս են գալիս։ Ինչ կայսրության ծրագրից։ Արցախի հանրապետություն եղել է կայսրության պրոյեկտը, ժողովրդին ներքաշել են այդ պրոյեկտի մեջ, հիմա ինքը ազատագրում է հայ ժողովրդին կայսրության։ Դե մի հատ հայտարարություն է, որով ինքը պատմության ռևիզիայի փորձ է անում, բայց եթե ամեն ինչ այդքանով վերջանար, շատ մեծ ողբերգություն գուցե չլիներ, ի վերջո առաջի մարդը չի, որ փորձում է ռևիզիայի ենթարկել պատմությունը, այստեղ ավելի սարսափելի այն, որ այդ հայտարարությամբ ինքը ապա լեգիտիմացնում է երրորդ հանրապետությունը, առհասարակ,
որովհետև 88-ի շարժում, հետո դրա հիմքով երրորդ հանրապետության ձևավորում եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, իսկ կայսրության կամ ռուսական ծիրից դուրս գալուց որտեղ է ինքը հայտնվել։ Դա Անկախություն, ինչ ինքնիշխանություն։ ինքնիշխանություն։ Որտեղ եք տեսել ինքնիշխան երկիր, որի տարածքում, որի մայրաքաղաքում մի հատ օտար երկրի ղեկավար որոշի կամ հայտարարություն անի մեկ այլ երկրից զինված ուժերի Հայաստանում գտնվել չգտնվելու նպատակահարմարության մասին։ Բայց Նման մենք քիփ ենք այդ որտեղ մարդու հետ, հիմա Իսկ ինչ է նշանակում քիփ ենք։ Մենք իրան ասում ենք աֆրիկյան կամ որևէ այլտեղ ֆրանսիական զորքեր տեղակայվեն, թե ոչ։ Կամ մենք իրավունք ունենք ասելու Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ պիտի լինի, թե ոչ։ Միակ մխիթարությունը ուղղակի այս պարագայում են, որ այդ կարգի գործչին մի տարի է մնում Ֆրանսիայի նախագահի պաշտոնում մնալու համար։ Ի տարբերություն հայաստանյան իրադարձությունների Ֆրանսիայում խիստ կանխորոշված է իր հեռանալը եւ որևէ տարբերակ չունի վերարտադրվելու եւ ընդհանրապես ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, երբ որ սահմանադրությունն է փոխվում այլ երկրի պահանջով։ Որևէ պարամետր ինքնիշխանության չկա։ որն է այլ երկիրը։ Ադրբեջանը։ Բայց իրենց խոսույթով Ադրբեջանը մեզ դաշնակից պետություն է։ Ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն եթե ԿՊ-ի կողմն անցած պատգամավոր Գեգամ Նազարյան հայտարարեց, որ մենք բնական դաշնակիցներ ենք։ Գիտեք, էսի այն դեպքն է, որտեղ մեկնաբանությունը նույնիսկ ավելորդ են, ըստ երևույթին այդ մարդը հոգեբուժի կարիք ունի։ Որովհետև առնվազն գիտեք, եթե ասեր գործընկեր են, ինչ-որ գործընկերներ կարող ենք լինել, ինչ-որ հարցում կարող ենք համագործակցել, դա թերևս ընկալվեր։ Չավարտված հակամարտության պարագայում դու ո՞նց ես խոսում, այն էլ Ադրբեջանի տիպի պետության դաշնակից լինելու մասին։ Ալեն Սիմոնյանը ասում էր, որ ընդհանրապես մեր անվտանգության երաշխավորն է։ Այսինքն Ալեն Սիմոնյանը անուղղակի հաստատում է ընդդիմության են թեզը, որ այս խաղաղությունը ունի մեկ երաշխավոր եւ դրա անունը Իլհամ Ալիևը։ Դուք էլ Բելարուսա մետ եք, պարոն Սուրենյան։ Այդ միջով մի հատ դիրքորոշում արտահայտեք, որտեղ մենք գեներացնում ենք մի հատ պահանջ, որը Բելարուսի պահանջով Բելարուսն է ձևակերպել կամ ներքաղաքական խոսույթում օգտագործում ենք մի թեզ, որը Լուկաշենկոյի թեզերից է։ Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի ընկերն է։ Գագիկ Ծառուկյանը աշխարհի բոլոր ազիմուտներում ընկերներ ունի։ Այո, Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի հետ մարդկային հարաբերություններ ունի, բայց նաև Բարգավաճ Հայաստանը ռեֆորմիստների եւ պահապանողականների եվրոպական խմբակցության անդամ է։ Նաև Էդինա Ռասիայի հետ կապեր ունենք։ Նաև արաբական մի շարք երկրներում շատ սերտ գործարար եւ անձնական կապեր։ Արաբամետ եք ուրեմն։ Այսինքն հասկանում եք այդ բանն է, էլի Բելարուսի հետ խնդիր ունեն, Նիկոլ Փաշինյանը էլի բանը այդ ազգակործան խելապակասության կանխավարկածով մի հատ ընդդիմադիր գործիչ է մանգալի, որ ջեբը գցի Բելարուսի հետ։ Ու համել մոռացաք, որ Գագիկ Ծառուկյանը Շուշին հանձնեց։ Դե հիշում եք, էլի ասում եմ 44 օրյա պատերազմից հետո մարդ էր մանգալի, որ պատմությունը գցել ջեբը, չէ, հատկապես Շուշի։ Հիմա էլ բան է, ակնհայտ հասկանում է, որ Բելարուսի հետ հարաբերությունները, հեսա շուտով Ռուսաստանի հետ հարաբերությունները վտանգավոր ճգնաժամի եզրին են հասնելու, որտեղ արդեն կարող միայն տեղեկատվական խայտոցներով բանը չվերջանա, ասենք առևտրային պատերազմի էլեմենտների այդ կան, հիմա դիմադիրներից մարդիկ ման գա, որ ջեբերը գցի այդ պատասխանատվությունը, նույն սխեման է գործում, նույն բանը։ Ոնց կարա արտախորհրդարանական ընդդիմադիր ուժը պատասխանատվություն կրի, օրինակ Հայաստանի եւ Բելարուսի հարաբերությունների ներկա վիճակի համար։ Մենակ Նիկոլ Փաշինյանի ֆանտաստիկ ուղերում կարա տես բան ծնվի։ Այս բանը էլի չգիտեմ։ Ռուսաստանի հետ ասում են հարաբերությունների խնդիր չկա, բայց Ռուսաստանը առնվազն արդեն անցել է քարոզչական տեղեկատվական գրոհի, երեք իրենց ամենաթոփ հեռուստաընկերության եթերում քննարկում էին Փաշինյանի պապի
դավաճան լինելը, նացիստական Գերմանիայի կողմացելը, բայց արդյոք Ռուսաստանի համար ժամանակը չի անցել, պարոն Սուրենյանց, երբ իրենք հայկական միջավայրում կարողանում էին կարծիք ձևավորել։ Ցավոք սրտի հետ սովետական տարածքում, հատկապես մեր ռեգիոնում, Ռուսաստանի երկար տարիների քաղաքականությունը շատ արդյունավետ չէ համարի։ Ինչի պատճառով հասարակության մոտ առաջացել են որոշակի օբյեկտիվ տրամադրություն, նաև կարծրատիպ էր սուբյեկտիվ, արդեն իշխանության մեդիա տերորի հետևանքով։ Բայց այս խնդրի լուծումը տրված է ռուսական իշխանությանը, իրենք պիտի մոտեցումներ վերանայեն, որտեվ իրենք հույս ունեմ ու վստահ եմ, որ պատկերացնում են հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ես կարծում եմ, որ այդ ընդդիմադիր ինչ-որ սեգմենտներ պիտի հասկանան, ընդհանրապես սկզբունքորեն մենք հույսը որևէ մայրաքաղաքի վրա չպիտի դնենք, որտեվ հիմա մենք արևմտյան միջամտությունից Հայաստանի ընտրական գործընթացը պաշտպանելու խնդիր ունենք առաջին հերթին։ Բայց Փաշինյանը բերում է արևմտյան Հա, միջամտություն։ բերում է։ Բայց ինչ անել այդ դեպքում։ Այդ դեպքում հասարակության սուբյեկտությունը մեծացնելու խնդիր միայն կարող է լուծել։ Իսկն հույս դնել, տեսեք, եթե ինքը արևմտյանն է ուժեղացնում, դու էլ հույսը պիտի դնես ռուսականը բերելու վրա, այս ստացվում է այդ պրոքսի պատերազմը Հայաստանի տարածքում։ Հասկանում եք, պիտի երկար տարիների քաղաքականությունը Ռուսաստանի այնպիսին լիներ, որ Հայաստանում նման իրավիճակ չլիներ։ Այս արդեն դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից եմ ասում։ Հիմա շատ արագ լուծումներ Մոսկվայում դժվար թե կարողանան գտնել։ Իհարկե երկարաժամկետ կտրվածքով միայն Հայաստանն է տուժելու այս արկածախնդիր քաղաքականության հետևանքով Նիկոլ Փաշինյանի վարած, բայց կարճաժամկետ կտրվածքով ես չգիտեմ, օրինակ էլեկտորալ պրոցեսների վրա Ռուսաստանի ազդեցության արդյունավետությունը ինչպիսին է լինել։ Շատ լավ, հիմա իրենք ասում են, որ ընդդիմությունը գա իշխանության 300,000 զինվոր է ուղարկելու Ուկրաինայի սահման։ Այդ ասով Հասկանալի է, որ ցնդաբանություն է, բայց դա հնչեց նաև ազգային ժողովի ամբիոնից։ Դե մենք ասում ենք ճանապարհ եք բացում 300,000 ադրբեջանցիների համար, իրանք ամենահիմար ձևն են գտել այդ 300,000 թեմայով հակադարձելու։ Նախ սկսենք նրանից, որ Ռուսաստանը երբևէ Հայաստանի չի էլ խնդրել, որ միջամտի ուկրաինական պատերազմին, առավելագույն խնդիրը թերևս լոյալությունը կամ չեզոքությունը պահպանելն է, ինչի հիմա Նիկոլ Փաշինյանը խախտում է 1։ Երկրորդ, մեծ ցանկության դեպքում դու որևէ երկրի 300,000 զինվոր տրամադրել չես կարող, որտեվ քո բանակը ուղիղ մի զրոյով կարծես թե պակաս է։ Այդ ռեսուրսը ուղղակի դու չունես։ Երրորդը այդ քարոզչական թեզը ստեղծած ազգային ժողովի հայտնի падգամավորին եւ նրա տակ աշխատող այդ ստրուկտուրաներին բոլորին բանտերը պիտի նետել նման ձևով մեր ժողովրդի Ընտրության վրա ազդելու։ Այո, հիբրիդային պատերազմի դասական օրինակ, այ խոսում են հիբրիդային պատերազմ, վստահ եմ, որ այս թեզը օրինակ կամ մեծ կասկած ունեն, որ նման թեզ կարող Բաքվում մշակված լինի, որպես 300,000 ադրբեջանցիների վերադարձի նարատիվի հակադարձ։ Իդեպ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասով իշխանություններն ասում են չկա նման խոսույթ, դա ընդդիմությունն է հորինել, այնինչ մենք հետևում ենք ադրբեջանական պաշտոնական այսպես գործողություններին, Ալիևի մակարդակով նախորդ տարվա դեկտեմբերին է խոսվել վերադարձի մասին, թիվը չեն ասել, լավ հասկանալի է, թիվը մի անգամ են հրապարակել կամ կարելի է ճշգրտել, բայց խոսվել է դրա մասին եւ օրերս Բաքվում տեղի ունեցել միջազգային համաժողով, որին մասնակցել են եւ Թուրքիայից խորհրդարանական եւ Վրաստանից խորհրդարանական եւ Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչներ։ Այսինքն, ել ինչ է պետք հասկանալու համար, որ այս օրակարգը Ադրբեջանի համար կա։ Նախ թիվը իրական եւ արդյոք
կարող է լինել այնպես, որ Ադրբեջանը ունենա մի օրակարգ ու դա ասենք մեզ չի հետաքրքրում, միևնույնն է մենք չենք մտելու դրա մեջ։ Տեսեք, նախ համանadrություններն են իրենք պարտադրում, որ փոխեն, սրանք ջայլամի պես ասում են մենք մեր կամքով ենք փոխում։ Այո։ Այսինքն չկա մի հատ դեպք, որ սրանք անկեղծ ասեն։ Պետք է լսել Ալիևին ինչ է ասում։ Ճշմարտությունը ցավոք սրտի բարձրաձայնում է Իլհամ Ալիևը, որտեղ նա հաջորդի շատ անկեղծ է։ Ուժեղի դիրքերից է խոսում։ Հիմա TV ինչ կարևոր է։ Ինչ քանակի ադրբեջանցի կա, դա նշանակում է կոնֆլիկտը Հայաստանի սահմանից ներս բերել։ Այսինքն հետո բարձա չէ, ադրբեջանցիների պաշտպանելու համար ասելու են, որ միջազգային երաշխիքներ ստեղծեն կամ Ադրբեջանի զինուշ տեղակայվի։ Հետո միջամտության մեխանիզմներ են ստեղծելու ադրբեջանցիների ադրբեջանական զինուժի, այսինքն թիվը ստեղի էականա։ Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ թվից կախվելով սկսում են ասել, Ադրբեջանը այդքան ներուժ չունի։ Ենթադրենք 300,000 չի, 30,000 Դրանից էությունը չի փոխվում։ Իրենք մտածված ձևով գնում են կոնֆլիկտը Հայաստանի տարածք տեղափոխելու եւ երկարաժամկետ կամ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության տարածքում հայ-ադրբեջանական համատեղ պետություն ձևավորելու վրա։ Կա նման ծրագիր ցավոք սրտի։ Ընդ որում աշխատակազմի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվում։ Ընդ որում հետաքրիր է Ալիևի իր ելույթում, որպեսզի Փաշինյանի նարատիվների շրջանակում նաև խոսեց, արևմտյան Ադրբեջանի համայնքը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պիտի վերադառնան այդ մարդիկ։ Այսինքն որ վերադառնան, այդտեղ արդեն տարածքային ամբողջականությունը դժվար է պատկերացնել։ Գիտեք ինչ բանը, երբ որ դու մի հատ ծրագիր ես պետական մասշտաբով հովանավորում, որը միտված է Հայաստանի Հանրապետությունը այս ձևով ապամոնտաժելուն, այս կապ ունի այդ տարածքային ամբողջականությունը մնում է ճանաչում ես թե չէ։ Ի վերջո, բանա դա դեմոգրաֆիկ էքսպանսիայի ձև է։ Օկուպացիայի հայտնի։ Լավ, կարող է լինել, որ դե Ալիևն է ժողովրդի խոսքով ասած հավայի խոսում է, էլի իր համար։ Բայց ցույց տվեց վերջին հատկապես նույնիսկ ոչ թե վերջին 5-6 տարվա, այլ վերջին 10-15 տարվա պատմությունը ցույց տվեց, որ այդ մարդը հավայի չի խոսում։ Այսինքն միած սկզբում իր աշխատակազմի ինչ-որ ներկայացուցիչ ենթադրենք Հաջիևը կամ այն Ամիրբեկովը մի հատ թեզ են շրջանառում։ Հետո այդ թեզը էփում է, մի քանի ամիս հետո դրա շուրջ մի հատ կոնցեպտուալ ելույթ ունենում Ալիևը։ Հիշում եք Արցախը ներողություն օկուպացնելուց առաջ էլ դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերվելուց գալուց առաջ էլ Ստեփանակերտից պատգամավոր էին իբրև ընտրել Գյանջա Ալիևը, որը Արցախի օրակարգն էր առաջ, հիմա դա լուծել են իրենց համար։ Նա նույն բանն են անում։ Հետո սկսում են այդ թեզերը լեգիտիմացնել։ Իդեպ ներողություն եմ խնդրում, կա այդ Գյանջա Ալիևին փոխարինող կա Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ, որը Ադրբեջանի խորհրդանում պատգամավոր է ընտրվել։ Այսինքն իրանք նշանակում նույն սցենարը ու ամենավատը, այս Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը վերջին 7-8 ամիսներին իրանք սկսել են միջազգայինորեն լեգիտիմացնել, այսինքն տարբեր միջազգային կառույցներում, ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն, բանաձևեր են դնում շրջանառության մեջ, թեզեր են շրջանառում, գրականություն են տարածում, դեմոգրաֆիկ էքսպանսիան էլ ո՞նց է լինում։ Այդ անկլավների տակ էլ է Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը հասկացեք։ Դիցուք վերադարձնում ես մի հատ անկլավ, օրինակ Տիգրանաշենը։ Իդեպ վերջին մի մոտ մոտ 1 ամիս առաջ ես եղել եմ Տիգրանաշենում անձամբ շատ անմխիթար վիճակ եմ տեսել։ Դա լքված կամ լքվող բնակավայրի տպավորություն է թողում։ Ցավոք սրտի դպրոցն էլ կարծես թե սեպտեմբերի 1-ից փակվում է այն հայտնի ծրագրի շրջանակներում։ Հիմա ենթադրենք մի հատ անկլավ վերադարձում են Ադրբեջանին, հետո Ադրբեջանը մինի միջանցք է ուզելու։ Այսինքն ասելու է այդ անկլավի եւ Ադրբեջանի բուն տարածքի հետ կապը ապահովելու համար մի հատ մինի միջանցք պիտի տակ, որտեղ իրենց համատանգության ուժերին կտեղական եւ այլն։ Այսինքն Հայաստանը վերածվելու է մի հատ մեծ միջանցքի ու մի 5-6 մինի միջանցքի
միջանցք ունեցող երկրի, որը հետո շրջակայքում սկսելու են ադրբեջանցիներ բնակեցվել, հետո սկսելու են միջադեպեր հրահարելու նախադեպեր Իսկ ստեղծել գուցե եւ այլն։ իշխանությունը այսպես իրեն էշի տեղ դնելով փորձում է չեզոքացնել ծրագիրը։ Հնարավոր չի, ծրագիր կարող է չեզոքացնել բալանսը վերականգնելու ուղղությամբ ի՞նչ քայլ է անում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն հիմա մայիսի 28-ին դուք կտեսնեք ինչ զենքեր ունեք։ Այդ բանը հիմա հարց անդադ ընդդիմությանը ռազմատենչության մեջ մեղադրում է։ Այդ մայիսի 28-ին խիա որոշ է զենքեր անել բռնել արևի տակ։ Չորացնելու։ Այսինքն այդ ի՞նչ մոտեցում է, էլի։ Ասում ես մենք ընդհանրապես բանակը մեր անվտանգության առաջի երաշխիք էլ չի, բանել չի։ Կամ լավ էս ժողովրդին այդքան էշի տեղ կարելի է դնել, այսինքն ո՞նց ես հիմնավորելու, որ այդ միլիարդավոր վարկերը, որ ավելացրել ես այդ զենքը գնելու համար։ Չէ՞ որ այդ վարկերը նպատակային են, կոնկրետ նշանակությամբ են տրվում։ Դե ասում ավելացրել ենք, բանակը ուժեղացրել ենք, բայց սեպտեմբերին եթե պատերազմ եղավ, պարտվելու ենք։ Դե ասում եմ նման կոնտրաստային մարազմատիկ մտքեր միայն Նիկոլ Փաշինյանը կարող է ինչպես։ Պարոն Սուրյանց, իսկ գուցե իր հաշվարկն այն է, որ Հայաստանի հասարակության զգալի մասը սպունգի պես պատրաստ է ընկալել ցանկացած կեղտոտ քարոզություն, դրա համար իրենք մի կողմից, ինչպես դուք եք ասում, ինչպես դուք արձանագրեցիք, խոսում են խաղաղությունից, մյուս կողմից ռազմական շքերթ են անում։ Մի կողմից ասում են բանակը ուժեղացրել ենք, մյուս կողմից ասում պարտվելու ենք սեպտեմբերին։ Այսինքն իրենք անընդհատ այսպես թեզեր են դաշնել, որովհետև նույն այդ լավ 44-օրյա պատերազմից հետո ընդամենը 2 ամսվա մեջ Շուշին հանձնելու մի քանի պատասխանատուներ են եղել։ Սկզբում եղավ Արտուր Վանեցյանը, հետո ասին Գագիկ Ծառուկյանը չի հասել տեղ դրա համար հետո ասին Օնի Գասպարյանն է հանձնලා։ Այսինքն իրենց կարծեք թե վարը մի օրվա ռեժիմով ստեր են տարածում, աշխատեց։ Դե ասելիք չունեն, շեշտը դրել են մանիպուլյացիա վրա, այստեղ ամենաէական բանը հետևել։ Այդ ստերը միշտ աշխատելու է, միշտ։ Բայց դա գուցե մեր հասարակության վիճակի մասին է խոսում։ Նաև մեր հասարակության կրթական եւ ինֆորմացիոն մշակույթի, հա, բանը նախ կրթական ցենզաղագին ցածր հասարակության, իսկ ինֆորմացիան զանազանելու առումով մենք շատ վատ վիճակում ենք գտնվում, բայց նույնիսկ մեր տիպի հասարակությունը այդ ստերին չի հավատա, եթե համարժեք քաղաքական այլընտրանքային ապրանք իրան առաջարկվի։ Այդ ապրանքը հենց առաջարկես, այսինքն այս մեկ մի ամիս ժամանակ չէ կարծեմ ունենք։ Իսկ մի ամսում կերևա ավելի գրավիչ բան։ Ընդդիմությունը առհասարակ կամ ընդդիմադիր որևէ ուրիշ մասնավորապես առաջարկումա թե չէ։ Հենց այդ առաջարկեցիր իշխանության սուտը չի աշխատելու, որտեվ այդ ստին մեծ հաշվով չեն էլ հավատում, այդ ստի այդ համակերպումը։ Շատ լավ, պարոն Սուրյանց, վերջին հարցը ամփոփենք մեր զրույցը, նախընտրական քարոզարշավն արդեն սկսել է, բոլորի վարչապետի տեխնացուներին գիտենք, բացի ձեր վարչապետի տեխնացուից։ Օրենքը ով է ձեր վարչապետի օրենքի իմպերատիվ մեզ չի պահանջում շատ արագ այդ հարցի պատասխան տալ, բայց քաղաքական տրամաբանությունը այո պահանջում է։ Գիտեք, մենք սկզբունքորեն այս ընտրարշավում մի հատ կարևոր սկզբունք ենք որդեգրել, որ մեր բոլոր նախաձեռնությունները ձևավորվում են ներքևից վերև սկզբունքով։ Լավ, պարոն Սուրյանց, եկեք հարցս բացեմ, դուք քաղաքական բանի մեջ եկեք ես ձևավորվեց մեր ծրագիր։ Հիմա շատ կոնկրետ պատասխանեմ ձեր հարցին։ Եկեք շատ կոնկրետ մի քիչ բացեմ հարցը։ Ախր վարչապետի տեխնացուներ ընտրվում են նշանակ հայտարարվում են մարդիկ, ովքեր այդ ուժից ամենաբարձր վարկանիշն ունեն, ամենամեծ հեղինակությունն ունեն, ամենամեծ աջակցություն։ Հիմա ինչի եք ձև տալիս ամիս կես 2 ամիս մեր ախր Բարգավաճ Հայաստանի ցուցակում Գագիկ Ծառուկյանից ավելի մեծ աջակցություն ունեցող ամիս կես 2 ամիս մեր ընտրաթիմը շատ ակտիվ շփումների հետ էր հենց մեր էլեկտորատի հետ հանրապետության ամբողջ տարածքում։ Ես ու բազմաթիվ մեր գործընկերներ ստացել ենք շատ հստակ ազդակ, որ մեր էլեկտորատը առնվազն վարչապետի տեխնացուի կարգավիճակում տեսնում է բացառապես Գագիկ Ծառուկյանի։ Այսինքն ես այլ չենք թաքցնի, ընդամենը ժամերի կամ 1-2 օրվա խնդիր է,
այդ մասին կհայտարարվի, սա իմ անձնական կարծիքն եմ ասում, բայց թիմում այլ կարծիք ունեցողներ Հիմա ես հետևում եմ ձեր Քարոզ Արշավին էլ, ասենք Ծառուկյան գայքը որտեղ հայտնվում է, ժողովուրդը հիմա չգիտեմ դա կազմակերպած է, կազմակերպած չի, ովքեր են, մարդիկ ասում են, այո, հարցը տալիս են եւ ասում են Գագիկ Ծառուկյանին ենք տեսնում վարչապետի։ Ուրեմն որտեղ ես հանդիպում եմ ունեցել, միանշանակ բոլոր են մարդիկ, որոնք մտադիր են քվեարկել մեզ կամ նման պոտենցիալ մտադրություն ունեն, տալիս են այդ մարդու անունը եւ ես ձեր հետ այս հարցում համաձայն եմ, որ արհեստական լուծումներ կամ արհեստական պաուզաներ այս հարցում այլևս շարժի պահել եւ ես ստերեոտին Քարոզարշավի մեր Քարոզարշավի հենց մեկնարկին այդ մասին կհայտարարեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ես էլ եմ Սուրենյան, շնորհակալ։ այսպես առատ ձեր վերումներով Քարոզարշավ եմ մաղթում, որովհետեւ Շնորհակալություն փոխադարձաբար ձեզ։ Բարգավաճ Հայաստանը այն ուժերից մեկն է, որից նաև կախված է փոփոխությունը, կլինի ի վերջո Հայաստանում թե ոչ, որովհետև այս պայի տվյալներով որևէ ուժ, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագիրը չունի։ 4 ֆավորիտներից ոչ մեկ, շատ անկեղծ լինեն, 50% գումարած մեկ ստանալու հնարավորություն չունի։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ։ Ես հիշեցնեմ զրուցում էի Սուրեն Սուրենյանցի հետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, Բարգավաճ Հայաստանում Հայաստանի նախընտրական ցուցակում ընդգրկված, ստեսություն կհանդիպենք։